Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդակցությունը, որ իբր թե մարտ 17 ժամը 22:15-ին մինչև մարտ 18-ի գեսկիշեր Հայաստանի զինված ուժերու ստորաբաժանումները գրակ բացածեն սահմանակոդի արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներուն տեղակայված Ադրբեջանի ցիրկերուն ուղղությամբ չի համապատասխաներ իրականության։ Մարտ 16-ին 18-ը Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թիվով 6 հաղորդակցություն տարածեց Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմեն իբրև թե հրաթաթարի խախտումներու մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերնշված բոլոր հաղորդակցություններն հետո իրականացուց ըստուկ հողական աշխատանքներ եւ ըստուկման արդյունքներով հերքեց Հայաստանի բանակի կողմեն հրաթաթարի խախտման մասին բնդումները։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը վերահաստատելով հրաթաթարի խախտման դեպքերու կամ նման դեղեցություններու հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ միջոցներ ստեղծելու մասին իր առաջարկը հայտարարեց, որ Հայաստանի բանակը հրաթաթարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Հայաստանի Հանրապետությունը գողջունե Ղրղզստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրությունը ըսված է Հայաստանի արտաքին գործոստ նախարարության X-ին։ Սա սահմանային հարցերու խաղաղ լուծման լավագույն օրինակներն է եւ երկու հարևան պետություններու քաղաքական գամքի դրսեւորում ուղղված իրենց ժողովուրդներու խաղաղ համագեցության եւ բարգավաճման։ Մենք հույսով ենք, որ այս կարևոր քայլը պիտի հանգեցնե գայուն խաղաղության, անվտանգության եւ համագործակցության դարաշրջանի մեջ եւ անոր սահմաններեն դուրս ըսված է Հայաստանի հայտարարության մեջ։ Խաղաղությունն ու անվտանգությունը մեզի համար առանցքային գործոններ են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարևոր է ամբողջ տարածաշրջանին համար հայտարարած է Վրաստանի արտաքին գործոց նախարար Մագա Բոջորիշվիլին ելույթ ունենալով Նյու Դելհիի մեջ միջազգային համաժողովին։ Ան հայտարարած է, որ վերջերս Վրաստան գրգին գիտակցեցավ Ադրբեջանի, Թուրքիո եւ Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը։ Բոջորիշվիլին խոսքով այս երեք երկիրները Վրաստանի հիմնական գործընկերներն են եւ այդ համագործակցությունը կարևոր է տարածաշրջանի զարգացման համար։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունեց Wizz Air ընկերության տնօրեն Մայքլ Դելեհանտի գլխավորած պատվիրակությունը։ Փոխվարչապետ Գրիգորյան կարևոր նկատեց ընկերության գործունեությունը Հայաստանի մեջ, ընդգծելով ադոր նշանակությունը զբոսաշրջության տեսանկյունեն։ Զրուցակիցները քննարկած են Հայաստանի մեջ Wizz Air ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները, ինչպես Երևանի Զվարթնոց միջազգային, այնպես էլ Գյումրի քաղաքի վերանորոգված օտագաններու միջոցով։ Ֆրանսիայի մեջ Հայաստանի տեսփան Արման Խաչատրյան հանդիպած է Լուվր թանգարանի նախագահ տնօրեն Լորանս Դեկարի հետ։ Այս մասին կդեղեկացնեն Ֆրանսիայի մեջ Հայաստանի տեսփանատունեն հանդիպման ընթացքին անդրադարձ կատարված է մշակույթի ոլորտը ներս Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև հաստատված համագործակցությամբ։ Զրուցակիցները քննարկած են մասնավորապես Լուվրի արևելքի շրջանի բաժանմունքի, ինչպես նաեւ բյուզանդական եւ արևելքի քրիստոնյաներու ժառանգության նվիրված հարաճիգա դարիներուն ստեղծվելիք բաժանմունքի եւ Հայաստանի պատմության թանգարանի միջև իրականացվող տատիկ նախաձեռնությունները։ Գազայի հատվածին Իսրայելի օդային հարվածներու հետևանքով զոհված է առնվազն 200 անձ հայտարարած է Պաղեստինի առողջապահության նախարարությունը գքրե Reuters։ Երեքշաբթի առավոտյան գանուխ հարձակումները տասնյակ թիրախներ հարվածեցին խախտելով հրաթաթարը։ Պաղեստինի առողջապահության նախարարության պաշտոնյաները հայտնած են, որ մահացածներեն շատերը երեխաներ են։ Իսրայելի բանակը, որը հայտարարած է, թե հարվածները պիտի շարունակվին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է եւ պիտի կատարվին օդային հարվածներեն դուրս, որը կմեծնե հավանականությունը, թե Իսրայելի ցամաքային զորքերը կժան վերսկսիլ մարտերը։ Համաս հայտարարած է, որ Իսրայել չեղարկած է հրաթաթարի համաձայնագիրը անորոշ թողնելով Գազայի մեջ դեռևս պահվող 59 բադանտներու ճակատագիրը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը մեղադրած է Համասը բադանտներ ազատ արձակելու եւ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր արևելքի մեջ բանակնած Ստիվ Վիթկոֆի առաջարկները մերժելու մեջ։ Պենտագոնն հաստատած է Ուկրաինի ռազմական օգնության վերսկսումը նախկին ծավալներով։ Այդ մասին Ամերիկայի զինված ուժերու կենտրոնական հրամանատարության ռազմական օդային ուժերու հրամանատար զինվորական Ալեքսոս Գրինկևիչ հաստատած է Պենտագոնի մեջ լրագրողներու հետ ճեպազրույցի ժամանակ։ Մարտ 6-ին Ամերիկայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հաստատած էր, որ Միացյալ Նահանգները այլևս հետախուզական դեղեցություն չի դրամատրել Ուկրաինայ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ օրեր առաջ հայտարարած էր, որ Վաշինգտոն գրեթե պայմանավորված է Կիևի հետ վերսկսելու հետախուզական տվյալներու փոխանցումը։
Ուկրաինայ ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան պատրաստ է անվերաբար 30-օրյա հրատատարի, բայց իրագործման անցնելու համար Ռուսաստանը պետք է թատրի պայմաններ առաջադրել են եւ այդ մասին խոսած ենք նաեւ նախագահ Մակրոնի հետ քրած է Ուկրաինայ ղեկավարը Telegram-յան էջին Ռուսաստանի հետ հնարավոր հրատատարի պայմաններու մասին իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցեն հետո Մակրոն եւ Զելենսկի քննարկած են Ուկրաինայ համար անվտանգության հստակ երաշխիքներու համատեղ ձևավորումը Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցով շատ հստակ է եւ մենք ադոր բացարձակապես կճակցինք նշած է Ուկրաինայ առաջնորդը Ցեզի հետ Անի Զեյթունցյանը